Կարող եք պատկերացնել չափահաս տղամարդու, ով փոքրանում է մինչև միջատի չափ։ Այդ մարդու անունը Փոլ է։ Նա ունի մի առեղծվածային հիվանդություն։ Նա փոքրանում է այնքան, որ դառնում է բզեզի չափ։ Ընտանի կատուն և նույնիսկ փոքրիկ սարդերը նրա համար վերածվում են սարսափելի հրեշների։ Փոլը երջանիկ ընտանեկան կյանք ուներ։ Սակայն մի օր լոգանք ընդունելիս նա նկատում է, որ ցնցուղի գլխիկը ավելի բարձր է իր գլխից։ Հետո ամուսնական մատանին պարզապես սահում է նրա մատից։ Զգալով, որ ինչ-որ բան այն չէ, Փոլը գնում է կնոջ՝ Էլիզայի մոտ։ Նախկինում 6 ֆուտ հասակ ունեցող տղամարդը այժմ նկատելիորեն ցածրահասակ է կնոջից։ Հիվանդանոցում բազմաթիվ հետազոտություններից հետո Փոլի կենսական ցուցանիշները ցույց են տալիս, որ ամեն ինչ նորմալ է։ Միակ խնդիրն այն է, որ նրա ամբողջ մարմինը շարունակում է փոքրանալ։ Օրեցօր իրավիճակը վատթարանում է։ Էլիզան դադարում է բուժում փնտրելուց։ Նրանք ստիպված են պատրաստվել տան վաճառքին, որպեսզի վճարեն հսկայական բժշկական հաշիվները։ Փոլն այժմ կատվի չափ է։ Անվտանգության համար Էլիզան կատվին տնից դուրս է հանում։ Նա նույնիսկ բոլորին ասում է, թե ամուսինը մահացել է։ Սա Փոլին կատաղեցնում է։ Նա զգում է, որ կինն իրեն այլևս որպես մարդ չի տեսնում, այլ որպես մի մահացու բեռ, որն ընտանիքին դեպի անդունդն է տանում։ Նրանց միջև թեժ վիճաբանություն է բռնկվում։ Էլիզան հանկարծ բարձրացնում է ձայնը, մահու չափ վախեցնելով Փոլին։ Այսպիսի մարմնով նա արդեն կարող է ապրել իր դստեր, միայի տիկնիկների տնակում։ Օրերի ընթացքում Փոլն էլ ավելի է փոքրանում։ Նա ձկնորսական կարթը կապում է թելին։ Այս կերպ նա կարողանում է մագլցել պատերով և տեղաշարժվել տան մեջ։ Հանկարծ նա մլավոց է լսում։ Կատուն վերադարձել է։ Փոլի համար կատուն հսկայական, սարսափելի գազան է թվում։ Խուճապի մեջ կարթը խորը վերք է բացում նրա գոտկատեղին։ Իրավիճակն ավելի է բարդանում, երբ կատուն լպստում է բերանը և որսի դիրք ընդունում։ Փոլն ուզում է վազել դեպի սենյակ, բայց արդեն ուշ է։ Նա վերցնում է կարի ասեղը և փախչում, փրկելով իր կյանքը։ Կատուն հետապնդում է նրան։ Հենց այն պահին, երբ գազանը պատրաստվում էր բռնել նրան, Փոլը սահում է դռան տակի ճեղքով։ Երբ նա ուշքի է գալիս, հասկանում է, որ ընկել է նկուղ։ Այդ պահին նա լսում է, թե ինչպես է Էլիզան վերևից անհանգիստ կանչում իրեն։ Փոլը հուսահատորեն փորձում է գրավել նրա ուշադրությունը, բայց նրա ձայնը չափազանց թույլ է։ Տեսնելով ներս սողոսկած կատվին, Էլիզայի մտքով մի սարսափելի բան է անցնում։ Նա մտածում է, որ կատուն արդեն կերել է Փոլին։ Գիշերը վրա է հասնում։ Փոլը մի արկղի մեջ գործվածքի կտոր է գտնում և փաթաթվում դրանով, տաքանալու համար։ Հետո նա զգուշորեն դուրս է սողում թափոնների արկղի հետևից։ Բարեբախտաբար, նրա կարի ասեղը մոտակայքում է, ինչը նրան անվտանգության փոքրիկ զգացում է տալիս։ Այժմ նրա միակ ծրագիրը պատուհանից դուրս գալն ու Էլիզայի ուշադրությունը գրավելն է։ Հանկարծ մթության մեջ ինչ-որ բան է անցնում նրա կողքով։ Բարեբախտաբար, նկուղի խողովակը կաթում է, և Փոլը կանգ է առնում մի քիչ ջուր խմելու։ Նա նաև օգտագործում է առիթը, գոտկատեղի վերքը մաքրելու համար։ Երկար ու տանջալից գիշերվանից հետո նա վերևից լսում է Միայի ձայնը։ Լսելով, որ հայրն անհետացել է, նա ամենուր փնտրում է նրան։ Սա Փոլին հույսի նոր նշույլ է տալիս։ Նա անկյունում կավիճի մի կտոր է գտնում։ Օգտագործելով իր ողջ ուժը, նա աստիճանների ներքևում գրում է իր անունը։ Ավարտելուց հետո Փոլի փորը սկսում է գրգռալ։ Բարեբախտաբար, մկների պատճառով Էլիզան անկյունում թակարդ էր դրել։ Դրա վրա պանրի մի մեծ կտոր կար։ Փոլն իր ասեղով քշում է մրջյուններին։ Դրանից հետո նա վերցնում է մի մեղ։ Թակարդը չի աշխատում։ Նա պատրաստվում է ևս մեկ անգամ փորձել։ Ի վերջո, նրան հաջողվում է։ Բարեբախտաբար, պանրի մեջ մկնդեղ չկա։ Սովից հյուծված, Փոլն անցնում է կերակուրին։ Նա չգիտի, որ մի սարսափելի ստվեր է սողում նրա հետևից։ Դա սարդ է։ Փոլը թափահարում է մեխը և վերջապես կարողանում է վանել սարդին։ Նկուղը լիքն է սարդերով։ Առանց անվտանգ կացարանի նրան վաղ թե ուշ կուտեն միջատի պես։ Փոլը վերցնում է շշի կափարիչը և լցնում ջրով։
Նա թաց լաթով փափկեցնում է ստվարաթղթե տուփը, մեխով անցք է բացում և մտնում ներս։ Նա փակում է մուտքը, վերջապես իրեն անվտանգ զգալով։ Անցնում են ևս մի քանի օր, և Էլիզան կարծես համակերպվում է այն մտքի հետ, որ Փոլը մեռած է։ Նա ընդմիշտ լքում է տունը, իր հետ տանելով դստերը միայն։ Հուսահատված Փոլը գինու խցանի մեջ անցք է բացում։ Նա ամեն օր խմում է մինչև գիտակցությունը կորցնելը։ Իրավիճակն ավելի է վատանում, քանի որ նրա մարմինը շարունակում է փոքրանալ։ Փոլը հասկանում է, որ եթե հիմա հաշվեհարդար չտեսնի Սարդի հետ, ապա կդառնա նրա ընթրիքը։ Արփած նա մագլցում է ակվարիումի վրա։ Նա պատրաստ է Սարդին մենամարտի հրավիրել, սակայն Սարդը նախընտրում է նահանջել հենց այն պահին, երբ Փոլն արդեն հպարտանում էր իր հաղթանակով։ Նա պատահաբար գլորվում է ակվարիումի մեջ։ Բարեբախտաբար, այնտեղ ձկնիկը գիշատիչ չէր։ Փոլը դեռ չի հրաժարվել այդ Սարդին որսալու մտքից։ Նա թիզ առ թիզ ավելի ու ավելի է մոտենում իր թիրախին։ Նա փորձում է որսալ Սարդին շշի կափարիչի տակ, բայց Փոլը թերագնահատում է Սարդի խելացիությունը։ Վերջապես նա հանում է իր ասեղը, պատրաստ կյանքի ու մահվան կռվի։ Մի քանի լարված պահերից հետո Փոլը սեղմվում է անկյուն։ Պահի ազդեցության տակ նա վերցնում է կոտրված մի շիվ և այն ուժգին խրում Սարդի գլխին։ Վիրավոր Սարդը փախչում է։ Փոլը հավաքում է ստվարաթղթի 4 կտորներ։ Նա գտնում է լուցկու տուփ, բայց հիմա այնքան փոքր է ու թույլ, որ չի կարողանում վառել լուցկին, որքան էլ ուժգին փորձում է։ Վերջապես։ Հիմա Փոլն իրեն զգում է ինչպես նախամարդ, ով առաջին անգամ կրակ է տեսնում։ Լույսի այս փոքրիկ առկայծումը նրան մի փոքր հանգստություն է տալիս։ Բայց Փոլը շարունակում է փոքրանալ։ Այժմ նա մրջյունի չափ է։ Հանկարծ նա վերևից քայլերի ձայներ է լսում։ Նա ոգևորությամբ առաջ է նետվում։ Մարդկային աղմուկն այժմ խլացնող է նրա ականջների համար։ Նկուղ մտնողը Էլիզան չէ։ Դա անշարժ գույքի գործակալ է։ Էլիզան արդեն վաճառել էր տունը։ Նայելով ակվարիումում սովից սատկած ոսկե ձկնիկին, Փոլը կորցնում է հույսը։ Հանկարծ նրա ականջի տակ բզզում է մի մոծակ։ Պատուհանը նրա ելքի միակ միջոցն է։ Նա նայում է խաղալիք զինվորիկին։ Բայց փոքր լինելն ունի իր առավելությունները։ Սեղանի նախշերը հիմա նման են լեռնային ուղու։ Փոլը սկսում է վերելքը։ 3 ֆուտանոց սեղանը նրան թվում է հսկայական ժայռ։ Կամքի ուժով նա վերջապես հասնում է սեղանի մակերեսին։ Մի մեծ ճեղք փակում է նրա ճանապարհը։ Փոլը հավաքում է իր ողջ ուժը և ցատկում վրայով։ Հաջորդը ավելի մեծ մարտահրավեր է, հսկայական Սարդոստայն։ Նա քայլում է մատների ծայրին, սարսափած կպչուն մետաքսին դիպչելուց, բայց զայթաքում է և բախվում դրան։ Երբ Սարդը սլանում է դեպի նրան, այդ պահին մի անբախտ միջատ է ընկնում ցանցը։ Սարդը շրջվում է։ Փոլը հազիվ է փրկում իր կյանքը։ Վերջապես նա հասնում է պատուհանագոգին։ Մետաղական ցանցը փակում է նրա ճանապարհը, բայց Փոլը չի անհանգստանում։ Եվս 2 օր և նա այնքան փոքր կլինի, որ կկարողանա ուղղակի անցնել ցանցի միջով։ Հաջորդ առավոտ նա արթնանում է սուր ցավից։ Մի մրջյուն կծում է նրա ոտքը։ Սարդը վերադառնում է, նորից հարձակվելով նրա վրա։ Փոլը արդեն անցնում է անցքի միջով, որովհետև նա ավելի էր փոքրացել։ Այժմ Փոլը քայլում է վայրի բնության մեջ, բոլորովին մենակ։ Նրա կինն ու դուստրը տեղափոխվել են չգիտես թե ուր։ Նրա չափերով մի ամբողջ կյանք կպահանջվի նրանց հասնելու համար։ Փոլը նայում է աստղազարդ երկնքին։ Նա վերջապես խաղաղություն է զգում։ Գուցե այս հիվանդությունը տիեզերքի պարգևն է նրան։ Եթե հավանեցիք, բաժանորդագրվեք սեղմեք հավանել կոճակը։ Մեկնաբանություններում գրեք, թե որ ֆիլմը կուզեիք տեսնել մեր ամփոփմամբ։